Պատրաստում ենք հավի բաստուրմա, ինչպես և խոստացել էի նախորդ հոլովակում։ Հավի կրծքամիսը առանձնացնում եմ ոսկորից, աղ եմ անում և դնում սառը տեղ, այդպես թողնում եմ 1 օր մնա, որպեսզի աղը ներծծվի։ Այնուհետև հանում եմ, լվանում հոսող ջրի տակ, խոհանոցային անձեռոցիկի օգնությամբ չորացնում եմ և դնում ծանրության տակ, կրկին թողնելով սառնարանում ևս 2 օր, որից հետո հանում եմ անձեռոցիկները վրայից, կարող եք կրկին լվանալ և չորացնել անձեռոցիկով։ Միսը կախում ենք թելի օգնությամբ և թողնում այդպես մոտ 4-5 օր մնա։ Հենց որ կնկատեք արդեն կողքերից սպիտակ, ինչպես որ ցույց եմ տալիս հոլովակում, ուրեմն արդեն պատրաստ է, որպեսզի վրայի զանգվածը պատրաստենք և պատենք ամբողջ միսը։ Կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, ինչպես նաև չաման, մի փոքր սև պղպեղ, ավելացնում ենք ջուր, այնքան, մինչև ստանանք թթվասերի խտության զանգված, եթե պինդ ստացվեց զանգվածը, ճաքելու է, եթե թույլ ստացվեց, ծորալու է վրայից։ Վրձնի օգնությամբ ամբողջ միսը պատում եմ ստացված զանգվածով, այնուհետև, որպեսզի վրձնի հետքերը վերանան և ավելի հարթ լինի, ձեռքերը թռչում եմ սովորական ծորակի ջրով և հարթեցնում այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում, կտրում ու վայելում։